Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպե՞ս եք։ Հուսով եմ, որ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք, չհաշված վատ եղանակին, անձրևին, ես գնացի հովուլիս վերցրեցի եկա տաքսով, քանի որ շատ ուժեղ անձրև էր, հովուլը հիմա հաց է ուտում, հովուլը հաց կուտի կվերջացնի, ես որոշել եմ այսօր մեղրով տորտ պատրաստել, բոլորը մեղրով տորտ են ուզել ինձանից, Ես էլ հիմա հացը կուտեմ երեխաները կգնան իրենց համար կզբաղվեն, ես կանցնեմ իմ տորտի պատրաստման ընթացքին։ Պատրաստման ընթացքը ամբողջությամբ չեմ ցույց տա, կաշխատեմ ես ունեմ ալիքում մեղրով տորտի ոնց որ պատրաստման ընթացքն է, կարող եք հետ գնալ, վիդեոները տեսնել, ովքեր որ չեն տեսել, կաշխատեմ կադր փոքր ցույց տալ բանը ինչպես եմ պատրաստում կամ վերջում թեկուզ եւ հենց պատրաստի արդյունքը ձեր հետ կկիսվեմ սովորական մեղրով տորտը, սովորական բաղադրատոմսը, ոչինչ չեմ ավելացնելու, պակասացնելու, ոնց որ այն ժամանակ եմ պատրաստել, հիմա էլ եմ պատրաստում նույն բաղադրատոմսով, չգիտեմ այնտեղ թողել եմ բաղադրատոմսը թե չէ, եթե թողած չլինեմ Այստեղ այս վլոգի տակ նույնպես կթողնեմ բաղադրատոմսը, որ տեսնեք, որից ինչքան եմ լցրել։ Ուրեմն հիմա ես կպատրաստեմ բաղադրիչները, կանցնեմ իմ պատրաստման ընթացքին, հերթով փոքրիկ այսպես կադրերով կկիսվեմ ձեր հետ։ Շտատիվս ջարդվել է, անկեղծ որ ասեմ, Անժել քուրիկիս նվիրած շտատիվը գլխիկն է կոտրվել, որ սենց պտտացնում ենք, այդ գլխիկն է կոտրվել, այս պահին հիմա ձեռքիս տակ չունեմ շտատիվ, որ դնեմ ու ես համ ինձ նկարեմ, համ տորտը պատրաստման ընթացքը նկարեմ։ Ներողամիտ եղեք, մինչև որ ձեռքը բերեմ նոր շտատիվ ու արդեն բաղադրատոմսերում կկիսվեմ ամբողջությամբ ձեր հետ։ Եկեք ես անջատեմ, անցնեմ պատրաստմանը ու ձեր հետ կկիսվեմ։ Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ, որ բոլորդ ինձ հետ եք, դիտում եք մեր վլոգները, այդքան շատ սիրում եք մեզ, այդքան շատ ուրախանում եք մեր համար, այդքան շատ սպասում եք մեր վլոգներին։ Ես էլ աշխատում եմ ակտիվ պահեմ ալիքը, աշխատում եմ վլոգները չուշացնեմ, տեղադրեմ ու որ դուք էլ դիտելու բան ունենաք։ Թե ինչ, ձեզ բարի դիտում, ինձ էլ որ սենց լավ պատրաստման ընթացք։ Առայժմ անջատեմ կմիանամ։ Ձուն հարեցի նոր ասեցի ցույց տամ, վերցել եմ մալիրովնի աման, որ գոլորշու վրա եփեմ։ Ուրեմն այստեղ կա 8 ձու, որոշեցի 2 պորցի պատրաստեմ, համ մեղրով տորտ կանեմ, համ էլ թռչնիկատ կանեմ, երկուսից էլ կանեմ գլազերով։ Այստեղ 8 ձուն հարել եմ, ավելացնում եմ միանգամից 500 գրամ շաքարավազ, մի պորցիայի համար 250 հարկավոր, հիմա սա էլ լավ կհարեմ, կավելացնեմ 3 ճաշի գտալ մեղր, ինձ մոտ բնական մաքուր մեղր չի, ճիշտն ասած շաքարակալվել է, ինքը մաքուր մեղր չի, դրա համար ես կավելացնեմ 1 ճաշի գտալ քացախ, գոլորշու վրա կավելացնեմ, Հիմա ես այս ամբողջը կհարեմ, կտեղափոխեմ գոլորշու վրա ու համայրա 20-ից 30 րոպե լավ իրեն կհարեմ ու կեփեմ գոլորշու վրա։ Հետո կավելացնեմ 100 գրամ կարագ, դե արդեն բնականաբար 200։ Հետո 1 թեյի գտալ սոդա, կարագը հալվելուց հետո ու կավելացնեմ 2-ից 1 պորցիայի համար եմ ասում 4 բաժակ, նայած ինչքան մենք կթողնենք իրեն գոլորշու վրա, ալյուր։ Այդ ամենը կնայեմ ես աչքաչափով ինչքան է հարկավոր, ալյուրը կավելացնեմ անհրաժեշտ քանակի։ Այսքանն էր բաղադրիչները, պարզ հասարակ 1 պորցիայի համար արդեն հասկացաք ինչքան է պետք, եթե չէ կրկնակին ավելացնում ենք 2 պորցիայի համար։ Այսքանը։ Ես հեսա կավելացնեմ մեղրը ու կտեղափոխեմ գոլորշու վրա։ Ասեցի միացնեմ ցույց տամ գոլորշու վրա, արդեն հալվեց շաքարավազը, փրփուր այսինքն իր երեսին բռնեց, հիմա կավելացնեմ 200 գրամ կարագը,
Նախապես արդեն նշեցի, որ պատրաստում եմ 2 պորցիա, դրա համար 200 գրամ։ Հիմա կավելացնեմ կարագը։ Ավելացեցի կարագը։ Այս անգամ մարգարին չեմ օգտագործում, կարագ եմ օգտագործում։ Հիմա ես կհարեմ այնքան, մինչև հալվի, հետո կավելացնեմ մեղրը։ Եկեք անջատեմ, ես հարեմ, թող հալվի, ինքը ես արագ կհալվի։ Նայեք, հալվում արդեն։ Ավելացնեմ 1 թեյ գտալ սոդան հիմա, մի հատն էլ վերջում։ Անջատելուց առաջ, երբ որ ես ալյուրը խառնում եմ, այն ժամանակ եմ ավելացնում։ Ուրեմն 1 թալ սոդա։ Սա էլ լավ հարենք, հեսա կթրթռի։ Մեկ ինչով ես հեսա փրփրվելու է, բարձանա։ Խավես փրփրեց, խավես զանգված ստացվեց։ Ավելացնեմ մեղրն էլ 3 ճաշի գտալ, այս դեպքում 6, հետո քացախը կավելացնեմ, քանի որ մեղրը արդեն ասեցի բնական չի։ Ավելացեցի մեղրն էլ, հիմա կավելացնեմ 2 ճաշի գտալ քացախ, 2 ճաշի գտալ 2 պորցիայի համար։ Ու կհարեմ այնքան, մինչև ստանա կարամելնի գույն, ինքը սենց սպիտակ չմնա։ Մոտավոր դրա համար մի 30 րոպե ես այդպես խառնում եմ երկար, որ ինքը ստանա կարամելնի իրիսի գույնը։ Առանձին պորցիաներով որ եփում եմ, ավելի լավ եմ կարողանում ստանալ այդ իրիսի գույնը, քանի որ քիչ է լինում ու ավելի շատ է։ Սենց համ հեշտ է խառնվում, համ արագ եփվում այդ ժամանակի ընթացքում ինքը, հատկապես եթե տարան բանա փոքր է լինում, 2 պորցիայի համար տեսնեմ էլի ոնց կստացվի, չնայած այս անգամ փորձեցի մեծ տարա վերցնեմ, որ կարողանամ տարածքս լավ լայն լինի, որ ես ստանամ այդ իմ ուզած իրիսի գույնը։ Հիմա ավելացնեմ 2 ճաշի գտալ քացախն էլ։ Սա էլ ավելացեցի քացախը, փրփրացրեց, ինքը լավ հարենք, լավ թող եփվի։ Երբ որ արդեն սկսի մի փոքրիկ գույնը փոխել, կավելացնենք ալյուրը 2-ից 4 բաժակը քիչ-քիչ, ես 2 բաժակը ավելացնում եմ այսպես գոլորշու վրա, այն 2-ն էլ օգտագործում եմ սեղանի վրա, բայց 2 հենց այդպես որ ասեմ գծած 2-ա լինում, չէ, ինքը կարա մի քիչ ավել, մի քիչ պակաս լինի, ես նայում եմ արդեն իմ խմորի փափկությանը, իմ խմորի ձևին։ Եկեք անջատեմ, ես խառնեմ, ընթացքը ցույց կտամ, տեսնենք ինչքան եմ եփում։ Ավելացրեցի 2 բաժակ ալյուրը։ Կադրը ցույց չի տալիս, բայց արդեն գույնը փոխում է։ Ու կշարունակեմ եփել, դեռ երկար կեփեմ, ինչպես ասեցի, մինչև ստանամ կարամելնի գույն։ Ասպես շարունակեմ խառնել, մնացած ալյուրը, ինչպես ասեցի, կավելացնեմ կրակից վերցնելուց արդեն սեղանի վրա, որ ես իրեն արդեն շաղախում ու պատրաստում եմ գնդերը ամբողջական խմորը ստանալու համար։ Ավելու պակասի դեպքում էլի կավելացնեմ չափ, որպես այդպեսին ալյուրը հենց 1 պորցիայի համար 2-ից 4 բաժակը մի վերցրեք, մի փոքր ավել պակասով չափ ունեցեք, նկատի ունեցեք, որ կարող է ավելացնեք։ Ավելացրեցի եւս 2 գթալ եմ ասում բաժակ ալյուրը, քանի որ
2-ից 4 բաժակ մեկ պորցիայի համար է, ես միանգամից այստեղ արդեն ավելացրեցի մոտավորապես 4 բաժակ ալյուր։ Ու այնքան սիրուն է, կադրը չի փոխանցում, բայց ինքը գույնը արդեն փոխում է։ Սիրունը այնտեղ արդեն գնում է դեպի դեղին գույնը մքանալուն, այդպես գույն է ստացվել։ Ասա, տեսնեմ կփոխանցի, չէ, չի փոխանցում կադրը։ Տեսնեմ լավ, սեղանի վրա միգուցե գույնը հետո պարզ երևա։ Ահա, համայրա ստանում եմ իմ ուզած գույնը։ Հավես սենց փուչիկներ է լինում, ինքը արդեն պատրաստ է համայրա թե մի 10 րոպե երևի կամ մի փոքր քիչ պահեմ, տեսեք արդեն իրիսի գույն է ինքը կարամելնի։ Ուզում եմ մի փոքր էլ մքանա, իսկ մի փոքր մքանալու համար պետք է մի քիչ էլ եփեմ։ Ահա, արդեն պատրաստ կլինի։ Մի քիչ էլ կեփեմ ու կտեղափոխեմ արդեն սիլիկոնե գորգի վրա, ինչի վրա որ ես պատրաստում եմ խմորը։ Այսպես սիրուն գեղեցիկ ստացվեց։ Ահա եւ վերջ, հեսա կանջատեմ ու կվերցնեմ գոլորշու վրայից։ Այսպես կտրտվում ու ընկնում արդեն պատրաստ է։ Լավ եփվել է գույնը, հուսով եմ լրիվ փոխանցում է, այնպես ավելի մուգ է, նեք, ինչքան սիրուն է գույնը։ Վերջ մեր խմորը, գոլորշու վրա եփվելու չափը արդեն պատրաստ է։ Նեք, այսպես կտրտվում ու ընկնում է։ Վերջ, եկեք անջատեմ, տեղափոխեմ գորգի վրա և ձեզ ցույց կտամ արդեն երևի թե խմորը պատրաստի վիճակում։ Գնդեր կանեմ ու ցույց կտամ։ Եթե դուք էլ ուզում եք որպեսի հենց այս գույնը ստանաք, լավ երկար եփեք ու կստանաք, անընդհատ անդադար խառնեք ու երկար պահեք գոլորշու վրա ու կստանաք հենց այս կարամելի գույնը, ամբողջ գաղտնիքը դրանում է։ Իսկ եթե մի 10 րոպե եք խառնում ու վերցնում եք, ինքը լինում է սպիտակ և սփռտնած լիստերը, իսկ ես այդպես չեմ սիրում, սփռտնած չեմ սիրում։ Այսքանը անջատեմ կմիանամ։ Վերցրեցի գոլորշու վրայից, ուզում եմ սենց ցույց տամ իրա գույնը, որ դուք տեսնեք, լույսը այստեղ արդեն ուրիշ է ու ինչպես որ տեսնում եք, գույնը ընտիր ա եղել, իսկական իրիսի կարամելի հենց իմ ուզած գույնը։ Ես անցած անգամ որ պատրաստել էի մեղրով տորթերը, մալիռովնի ամանս շատ փոքր էր ու 2 պորցիա արեցի մեջը ու չկարողացա լավ խառնեմ, լավ եփեմ, նախ շատ շուտ եփվեց փոքր ամանի մեջ, ինքը չեփվեց այնպես, ինչպես այսօր, որ այս ամանս մեծ է, այնտեղ ես գույնը մի փոքր բաց եմ ստացել, լրիվ բաց չի, բայց բաց է ստացվել, սա ավելի մուգ է, հենց իմ ուզած մուգ կարամելնի գույնն է ստացվել։ Փորձեք դուք էլ, սիրելիներս, անպայման եփեք երկար և կտեսնեք, որ ինչքան հավես է այս գույնով ստացվում մեղրով տորթը, լիստերը գեղեցիկ, սիրուն, նայեք, այսինչ կտրտվում ու ընկնում է, նայեք, հենց այսպես պետք է լինի, նայեք։ Ուզում եմ մանրամասն ցույց տամ, սիրելիներս, որ հասկանաք ես մոտավոր ինչ չափով, ինչ ձևով ու ինչքան երկար եմ եփել, որ ինքը ստացվի հենց այսպեսի խմոր, ինքը այսենց կտրտվում ու ընկնում է վրայից, այսենց, ջրիկ չի, իսկականն է, կավելացնենք ալյուրը, գորգը արդեն պատրաստել եմ, հիմա գորգի վրա կլցնեմ ալյուրը, ալյուրի մնացած մի մասը և չեմ մոռանում սոդայի մնացած մի մասը, քանի որ 2 պորցիա է, ավելացնելու եմ 1 թեյ գտալ ևս սոդա, որ խառնեմ արդեն ու պատրաստեմ։ Եկեք ես խառնեմ ու ցույց կտամ ձեզ արդեն գնդեր կանեմ, քանի որ ձեռքերս արդեն խմորոտված կլինի, ընթացքը այդպես չեմ կարողանա նկարել։ Ցույց կտամ արդեն ձեզ պատրաստի գնդերը։ Կթողնեմ մի քիչ էլ կհանգստանա ու կթխեմ։ Ինքան ուրախ եմ, որ ստացա հենց այս գույնը, շոտ սիրուն գույնը։ Ափսոս անցած անգամ ես նկարում էի, ասեցի, բայց ես չստացա հենց այս գույնը։ Մի փոքր բաց ստացա։
Իսկ այս անգամ հենց իսկի իմ ուզածն է։ Անցնենք գործի։ Սենց լավ լցնեմ տակը, ավելացնեմ խմորը այս այլուրի վրա կլցնեմ ու բան կանեմ, մնացած մի մասն էլ այսպես ավելացնենք սոդայի մի մասն էլ, հենց այսպես վերջում եմ ավելացնում։ Այլուրի մի մասն էլ։ Ու այստեղից արդեն հանցնում ենք ձեռքով շաղախելուն։ Ես անցա գործի։ Քանի որ սա մինչև վերջ գտալով չեմ կարող անել, հեսա ես քիչ-քիչ արդեն անցնելու եմ ձեռքով անելու։ Մեկ ինչ հով է սա։ Այսինչ, հով է։ Գնացի գործի։ Ցույց տամ ինչ ձևի խմոր ստացվեց, արդեն վերջացնում եմ։ Վերջ։ Հեսա գնդեր կանը։ Հեսա գնդերը անեմ։ Ափսոս բանը չեմ կարող անեմ։ Երկու ձեռքով անեմ, դուք տեսնեք վերջ։ Այսինչ ընտիր, այսինչ լավ խմոր ստացվեց։ Մեկ։ Վերջ։ Բաժանեմ գնդերի, պատրաստ ենք արդեն, մեկ իշ լավն է, չի կպնում, ոչինչ չի լինում, բաժանում ենք գնդերը և թողնում ենք մի 10-15 րոպե կհանգստանան ու կսկսենք թխել, մեկ ձեռքով այդքան էլ հարմար չի, բայց խմորս այնքան լավն է, որ լավ էլ ստացվում է։ Գնդերս արեցի, վերջացրեցի, 8 գունդ արեցի, հեսա փոքրիկ կողքերից կհանեմ, կավելացնեմ մի հատը փշուրի համար, որ մնացածն էլ մնա մի հատը գլազորի համար, մի փոքրիկ կհանեմ կողքերից, որ փշուր անեմ։ Սա էլ գնդերը թողնեմ հանգստանա ու թխեմ։ Լիստերը ցույց կտամ թխված պատրաստի վիճակում և հետո ցույց կտամ խմորեղենը արդեն պատրաստի վիճակում։ Լիստերս արդեն պատրաստում եմ, հելնում է հերթով, կալկայի վրա այսինչ մի անգամից բացում ու թխում եմ։ Ընտիր եղել է, փափուկ, ընտիր լիստերը, արագ լինում է։ Պատրաստում եմ կրեմը, այս անգամ որոշեցի խտացրած կաթով ու կարագով անել, մենակ կարագ, խտացրած կաթ և վանիլին եմ անելու, ուրիշ ոչ մի բան արագ, որ կարողանամ պատրաստել։ Զավարնո կրեմը երևի թե ունեմ ալիքում, եթե չունեմ, ոնց որ պետքա մեղրով տորթի թխման ընթացքում ասած լինեմ, ոնց որ ունեմ, կգնաք կտեսնեք, այնտեղ կա զավարնոյով պատրաստված կրեմը, իսկ այստեղ ես հիմա պատրաստում եմ կարագով միայն։ Պատրաստեմ վերջացնեմ, ցույց կտամ ինչ կրեմ ստացվեց։ Ավարտեցի կրեմս, պատրաստեցի, վերջացրեցի, մի հատ ձեզ ուզում եմ ցույց տամ իր վերջնական տեսքը, չնայած ոնց տեսնում եմ, տեսախցիկը այդքան էլ չի փոխանցում, նայեք ինքը ինչքան գեղեցիկ, սենց գլատկի կրեմ ստացվեց, չի բզորվել, ընդամենը կարագ, խտացրած կաթ և մեկ թեյք թալ վանիլին եմ ավելացրել, շատ յուրահատուկ, ոնց որ տեսնում եք, ոնց որ մառոժնի լինի, այտենց համով ա եղել, այսենց ընտիր կրեմ ա ստացվել, շատ լավն է, կարող եք այս տարբերակով, սա արեցի, քանի որ մի քիչ շտապում եմ, ժամանակից մեջ չեմ հերիքացնի, ուզեցի այս անգամ պատրաստեմ առանց զավարնոյի կրեմը, լիստերին վրա իրանք էլի շատ համով ա լինում, եթե թողնեմ սառնարանի մեջ, փափկում, նորից ընտիր իր բանը, համը ու հոտը շատ լավ տալիս է, այսինքն փափկացնում է։ Սա էլ վերջնական տեսքը, ուղղակի ուզում եմ ցույց տամ լույսի տակ, լույսը չի փոխանցում, ինչքան գեղեցիկ, լավ կրեմ ա ստացվել։ Անպայման դուք էլ եթե կարող եք, փորձեք,
այս տարբերակով էլ գիտեմ շատերդ գիտեք, շատերդ փորձել եք, իսկ ովքեր էլ որ չգիտեն, թող փորձեն անպայման, քանի որ շատ համեղ է ստացվում։ Մի հատ մեղրով տորթ եմ քսելու, մի հատ թռչնիկաթ եմ քսելու, դե բնականաբար մեկի վրա գլազուր եմ անելու։ Ես անցնեմ գործի, վերջնական տորթը հավաքած արդեն ցույց կտամ ձեզ։ Ահա եւ վերջ, ես վերջապես վերջացրեցի, այն որ ասում իմ խմորեղենների պատրաստումը, մնացել է գլազուրը սարի ու լցնեմ, դա էլ ցույց կտամ։ Հավաքել եմ արդեն լիստերը, ուզեցի ցույց տամ մեղրով տորթը, ինչքան սիրուն գույն ստացվեց, հենց իմ ուզած գույնն է ստացվել։ Արդյունքն էլ դե ասեցի ինչ է այս գույնի լինում, շատ եփեք կրակի վրա եւ այս գույնը կունենաք։ Այսքանը հիմա նոր եմ քսել, կթողնեմ մի քիչ ինքը կփափկի, հետո նոր կկտրեմ։ Ուղղակի ուզեցի ձեզ այսպես ցույց տամ պատրաստի արդյունքը։ Հիմա թռչնիկաթն է պատրաստեմ, դա էլ ցույց կտամ։ Սա էլ թռչնիկաթը, ավարտեցի ես իմ խմորեղենները, գլազուրը մի փոքր քիչացավ, քանի որ այնտեղ մի հատ մուկիկ կա նստած, ուտում է, որ ինչքան պատրաստում եմ, ինքը վերցնում ուտում է գլազուրը, այսքանը եղավ, մի քիչ քչություն արեց, բայց ես մեկ պորցիայի համար էի պատրաստել, անկեղծ ասեմ, մի փոքր ոնց որ քիչ եղավ, բայց ամեն դեպքում շատ լավ ստացվեց, համը համով է, հովուլն է հիմա նստած, իրան մի մեծ աման լցրե վայելում է, համով է հով։ Կերար պրծար, դե լավ, հովուլը կերավ, պրծավ մինչև մաման քսեց գլազորը, սա էլ մեր թռչնիկաթը, ահա եւ վերջ սիրելիներս, իմ երկու պորցիա խմորեղենները պատրաստ է, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում, պատրաստեք, անուշ արեք, սիրում եմ բոլորից շատ, գրեք մեկնաբանություններում, հավանեցիք թե ոչ, այսքանը։